Վեապարին գահանգեց անելու շուրջ իշխանությունում պարզվում է քննարկումներ են եղել, տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը զադնի դնի, հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։ Որոշ հարցումներից եւ զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած քամը համակարգող խումբը ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը։ Հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձևավորեն եւ լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ։ Եվ շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը, հույս ունենալով, որ հանրության այնքան կգժվացնեն, որ կհաջողվի կաթողիկոսին մերժել, նրա նյարդերը Սերժ Սարգսյանի օրինակով տեղի կտան եւ նա դիմում կգրի կգնա։ Օրեր առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար 2018-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական տվեց, հայտարարելով, թե անձնական պատճառներով է հեռանում։ Մինչդեռ լուրեր կային, որ ԿՊ-ում ունեցած խնդիրներով է պայմանավորված նրա հեռացումը։ Նրանից առաջ էր պաշտոնից հրաժարական էր տվել Նոր-Նորքի թաղապետը։ Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է։ Եթե Նոր-Նորքում արդեն իսկ Հանրապետություն կուսակցության հաջորդ ներկայացուցիչը նշանակվեց վարչական ղեկավար, ապա Շենգավիթում դեռ հայտնի չէ, ով է փոխարինելու ԿՊ-ական Մկրտչյանին։ Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին վարչական ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Անդրանիկ Մինասյանը։ Վերջինս աչքի է ընկել 2020-ին, երբ շեֆի Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի էր ենթարկել համայնքապետարանի աշխատող Գևորգ Պողոսյանին։ Հարուցվել էր քրեական գործ, որը նույն 2020-ին էլ իրավապահները ջրել էին։ Այսօր հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը բանակից փողով ազատվելու մասին։ ԿՊ-ում վճռական են տրամադրված, եթե իրենց գործընկերը չհետաձգի նախագծի քննարկումը կամ հետ չկանչի նախագիծը, ապա իրենք դեմ են քվեարկելու։ Հիշեցնենք, որ այդ նախագիծը կառավարության կողմից դրական եզրակացության է արժանացել այն դեպքում, երբ ԶՈՒ գլխավոր շտաբը բացասական եզրակացություն էր տվել դրան։ Հունիսի վերջերին, հուլիսի սկզբներին Մեղրիում ԿՊ տարածքային կառույցի ընտրություններ կլինեն։ Տարածքային ղեկավարի պաշտոնի համար ամենամոլի պայքարը ներկայիս համայնքապետ Խաչիկ Անդրեասյանն է Տուլի Մականունով, որը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով, ապա կարճ ժամանակում կրոնափոխ է եղել դառնալով ԿՊ-ական։ Տարածքային խորհրդի ղեկավար դառնալու իմաստն այն է, որ դա կանաչ լույս է վառելու Մեղրի համայնքապետի հաջորդ սրոկի համար։ Նա դառնալու է ԿՊ թեկնածու տարածաշրջանից։ Հիշեցնենք, որ ԿՊ-ն որոշել է 26-ի նախընտրական ցուցակը կազմելիս առաջնորդվել ԿՊ կուսակցության ընտրություններով։ Վարչության կազմում տարածքայինների ղեկավարների պաշտոններում ընտրվածները մեխանիկորեն ընդգրկվելու են ցուցակում։ Մեր տեղեկություններով մինչև աշուն էկրան կբարձրանա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների միջոցներով նկարահանվող խաղարկային հերթական վավերագրական ֆիլմը Լուսավորիչ անվանումով։ Ֆիլմում նկարագրված են Հայաստանում քրիստոնեության տարածման դեպքերը, այդ շրջանի միջազգային քաղաքական իրավիճակը եւ այլ պատմական իրողություններ։ Ինչպես մեծ զրույցում փոխանցեցին ֆիլմի ստեղծագործական թիմից, հիմնական նպատակը ռուսախոս շրջանակներում հայոց պատմության հանրայնացումն է, համացանցի ռուսալեզու տիրույթում հայկական մշակույթի քարոզն ու տարածումը կինոյի միջոցով։ Մեզ փոխանցեցին նաև, որ հաշվի առնելով այս թիմի նկարահանած նախորդ ֆիլմերի հաջողությունները, գրանցված դիտումների քանակը, արտասահմանյան ու հայաստանյան տարբեր կինոթատրոնների ու հեռարձակողների ցուցաբերած հետաքրքրությունը, հույս ունեն, որ այս անգամ եւս կհաջողվի գրանցել գերազանց արդյունքներ։ Ֆիլմը նկարահանվել է Փյունիկ ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ, պարտնյոր ֆիլմի հետ համագործակցությամբ։ Պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը, ռեժիսորը Վագա Վարդանյանը։ Հիշեցնենք, որ այս տարի բավական լայն արձագանք ստացավ այս թիմի նկարահանած Արտավազ երկրորդ, Հռոմի եւ Պարթևստանի միջև ֆիլմը, ինչպես նաեւ ընթանում են ավելի խոշորամասշտաբ ֆիլմի ստեղծման աշխատանքներ նվիրված Տիգրան Մեծի գահակալության տարիներին։